Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով Հայք Նյուզը շարունակում է իր աշխատանքը եւ այժմ ես հարցազրույցի եմ հրավիրում Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքոմյանին։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, այսօր բոլորս տագնապած ենք, իհարկե այդ տագնապը արդեն վաղուց է բոլորիս մեջ, առավելապես վերջին օրերին, որ սպասվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա եւ այն այսօր վաղ առավոտյան կայացավ, նա հասրել է իդեպ արդեն լինել Թուրքիայի Կապույտ մզկիթ կոչված այդ իրենց այդ մզկիթում։ Ուզում եմ հիշեցնել, ուզում եմ մեր հարցազրույցը հետեւյալով սկսել ձեր ինձ հետ ունեցած հարցազրույցի անհանգստությամբ, երբ դուք հայտարարեցիք, որ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնում է Թուրքիա եւ հանձնելու է մեր Սյունիքի բանալիները Էրդողանին։ Ես խնդրում եմ ձեր մեկնաբանությունը սրա հետ կապված, որովհետև դրանից հետո ես տարբեր զանգեր ստացա, մարդիկ ասում են, ինչ հիմքեր ունի Տեր հայրը, երբ նման հայտարարություն է անում եւ ինչ հրեշավոր ծրագիր է այս անգամ Փաշինյանը պատրաստվում իրականացնել։ Տեր հայր, լսում ենք ձեզ։ Երկու ամիս առաջ ես երկու տեղ իմ ընկերներից ուղարկեցի, դեռ ոչինչ չկար։ Հետո 3 հոգվել եմ ուղարկել, ասել եմ կլինի հարցակում մայր աթոռի վրա, ասիկան պատերազմ եկեղեցու դեմ եւ Սյունիք։ Նորից արյուն, նորից տեղահանություն։ Դեռ ոչինչ չկար, բայց ես սա գրել եմ, ուղարկել եմ, ասել եմ կհետևեք։ Ու դրանից մի ամիս հետո սկսվեց այդ ամեն ինչ։ Եվ իր այցելությունը Թուրքիա մզկիթ գնաց։ Բայց ընդ լրագրողները չեն նկարել, նամազ արել է, թե չէ։ Ըստ օդում կախված լուրերի, բայց դուք որպես լրագրող կարող եք ստուգել, որ ինքը հայրական կողմից ադրբեջանցի է։ Եթե չեմ սխալվում, մոր անունը Նազիմի է, որը հոգեբուժանում է մահացել։ Այսինքն, այն ինչ որ տեղի է ունենում, օրինակ եթե շատ եմ ասել, եթե Թուրքը Հայաստանի ղեկավար, միթե նույնը չէր անի։ Վերադառնանք Կապույտ մզկիթին, նորից Սյունիքին կվերադառնամ, մենք Կապույտ մզկիթ կա նաև Երևանում, Պարսկական մզկիթ, որ ադրբեջանցիները ասում են, սա ադրբեջանական մզկիթ է։ Հիմա ինքը այնտեղ էլ է գնացել Կապույտ մզկիթ։ Եթե մենք շատ եմ ասել թեմայով, իր հանձնումները սիմվոլիկայով, եթե նայենք, պիտի կրկնեմ մեր ազգի համար։ Շուշին Թուրքի դրոշի օրը, Քարվաճարը Մոնթեի ծննդյան օրը, Մոնթեն էր ազատել Քարվաճարը։ Կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց Արցախի հանրաքվեի օրը։ Նա Սյունիք եկավ, երբ մենք ճանապարհ էինք փակել, Նժդեհի մահվան օրը, նա եկել է Սյունիքներ ուղղակի, դա սատանիստական ծիսակարգ էր։ Այսինքն, եթե մենք նայում ենք այդ սիմվոլիկային, նա ուղղակի հաղորդագրություն ուղարկում այս ազգին, որ պիտի ի վերջո ադրբեջանական լինի Հայաստանը, բայց մնացը փորում կմնա, էլի, սենց ասում։ Իրա մահը մոտ է։ Վերջի արարը Սյունիքը ասել են բազմաթիվ անգամներ։ Մենք շուտով ականատես կլինենք։ Ինչին ականատես կլինենք։ Սյունիքը հետ կապված իրադարձություններին։ Այսինքն դուք վստահաբար ասում եք, որ նա մեկնել է Թուրքիա, որպեսզի հանձնի, ինչպես դուք եք ձևակերպել Սյունիքի բանալիները, մենք հիմա այդ օրակարգի հետ գործ ունենք, որովհետև որևէ բան չի հայտարարվում, օրակարգը չի հայտարարվում, թե ինչու է նա գնացել։ Ես նայեք, ինչի՞ չի հայտարարում։ Թաքցնելու բան կա, չէ՞։ Հա, փակ է օրակարգը։ Հիմա ինչ որ մի
ինչպես որ մի նախքին հրեշ էր ասում ժամանակին, ըստ օդում կախված լուրերի Արցախյան պատերազմում մենք ունեցել ենք 10,352 զոհ։ Ըստ օդում կախված լուրերի, ինչու լրագրողները չեն հետաքննում սա, թե ինչու մետակների անունները, եթե 5000 էր, կհրապարակվեր։ Հիմա մենք դիտարկենք այս անկյունները սարահարցող մեկ օրակարգը սովորաբար ներկայացնում է, չէ՞։ Եթե օրակարգ չկա, այստեղ ռեպրեսիա կա, նշանակում է, տակը դավաճանություն կա։ Բայց ես մեր ոստիկանների խիստ պիտի ասեմ եւ նզող պիտի դնեմ դրանց վրա։ Ուրեմն ոստիկանը ինչ է ասում։ Մի քանիս հետ խոսել է։ Ասում է դե մենք մեր փողն ենք ստանում։ Վարկ ունենք, էս ունենք, եմ։ Պատկերացրեք, հիմա ինչ է։ Ոստիկանն ասում է գնամ սրան բռնեմ, որտեղ փողն եմ ստանում։ Մեկ ասում է սրա վրա գործ հարուցեն, որտեղ փող եմ ստանում։ Մեկ ասում է սրան դատեմ, որտեղ փող եմ ստանում։ Այսինքն փողով իրանք էլ չեն հասկանում, որ մասնակից են լինում հայրենավաճառությանը։ Պատկերացնում եք։ Արադ ֆիլմի հետաքրքիր բան կա, էլի։ Թուրքը հային ասում է դու գիտեք ինչ է կոտորվում։ Հայը ասում է ինչու։ Ասում է թե դուք ձեր Հիսուսին փոխել եք ոսկու հետ։ Այդ պրոցեսը ասում խաղերի պատմությունը ասում է գայլը բարձրանում է սարի գլուխը ստորոտում ոչխարները արածում են վերևից ոչխարներին ասում է խաղաղություն բոլորին ձեր ոչխարն ասում է սրա տված խաղաղությունը մեզ համար մահա ով ոնց կարող է թոփրկվի հիմա սրա այդ ասած խաղաղությունը մեզ համար մահա Ես ունեմ, նա ունեմ, գնամ, սրան բռնեմ, ապորինի այս բաները անեմ, իրենց դժբախտության հոսն են փորում։ Ես ասում եմ, հարգարժան ոստիկաններ, շատ զգուշ եղեք, այդ ամեն ինչը ձեր դեմ է դուրս գալու, հիշեք սա։ Եթե դա չլսեիք, գուցե մեղք չունենայիք, բայց արդեն գիտեք։ Ձեր եթե կարելի է ես ուղղակի հիշեցնեմ Եթե կարելի է ես հիմա հիշեցնեմ 5 իրավապաշտպանները հայտարարություն տարածեցին, որ կեսօրից հետո Երևանում մի քանի մարզերում սկսել են իրավապահների տերորը, որը հիշեցնում է 1915 թվականի ապրիլի 24-ի նախօրեն։ Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են հրավիրվել բազմաթիվ ընդդիմադիր հայացք ունեցող ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու խմբեր, մի քանի տասնյակ, հիմա դիմակավորված անձիկ են անգամ Երևանի փողոցներով այդպես շրջում, վախ են փորձում տարածել ժողովրդի մեջ, անգամ այսպես ինչ-որ մարդիկ են կալանավորված, ձերբակալված, բերման ենթարկված, չգիտեմ, մարդիկ կան, որոնց մասին տեղեկություն էլ այս պահի դրությամբ չկա, օրինակ քիչ առաջ այդ մասին ասաց Բակրատ Սրբազանը, որ պայքարի մասնակից տղաները այսպես չկան, տեղեկություն չկա իրենց մասին։ Լավ, ուզում հասկանալ սա ինչ է նշանակում, եկեք հասկանանք, Տեր հայր, սա ինչի համար է արվում, վախեցնել են ուզում մեզ, որովհետև Նիկոլ Փաշինյանը այնտեղ Անկարայում, Ստամբուլում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հակահայկական Հայաստանը կապիտուլացնող հերթական փաստաթուղթն է պատրաստվում ստորագրել, դրա համար է նա այսպիսի ռեպրեսիաների դիմում, մենք պիտի հասկանանք ինչ է արվում, ներսում տեղի ունեցողը խիստ մտահոգիչ է եւ ցույց է տալիս, թե ինչ է նա պատրաստվում անել դրսում, Թուրքիայում։ Խնդրեմ։ Բարձի որ բերման չարքի Օշնյանը ճիշտ անում եթե Սերժիկներին է բերման ենթարկում ճիշտ անում ես շատ ուրախ կլինեմ որ գնդակահարության պատի առջև կանգնացնի ու իրենց գնդակահարի բոլորին ով որ այս հրեշին խորհրդարանում զայնա նրանք այդ տարօրինահեղությանը մասնակից
են դաշնակցականները, այդ դաշնակցականների մեջ մի նորմալ մարդ կար, Աղվան Վարդանյանը, որ ասեց ես անկեղծ ասած կանգնած եմ երկու ընտրության առաջ, ընտրել Նիկոլին թե Փաշինյանին, ես երկուսին եմ մերժում եմ, ու դաշնակցականները իրանց շարքից այդ մարդուն հեռացրեցին։ Ես համաձայն եմ, որ ով որ այս հրեշին խորհրդանում իր պիղծ մատը դրել է այդ սեղմակի վրա, այս հրեշը գնդակահության պատի տակ կանգնացնի։ Դա կլինի իրանց համար գոնե արդար մահ, քան թե այդ երիտասարդների զոհերը, մահերը, նահատակությունը։ Իրենք մասնակից են դրա։ Իսկ մնացածին, եթե այդ մարդիկ անկեղծ պայքարեն, գիտես Արմինե ջան, բաներ պիտի ասեմ, շատերի դուրը պիտի չգա։ Ասում եմ մի մարդ, դասում է, որ գյուղի մի գյուղում մարդիկ ծառ են պաշտում։ Դուրս է գալիս ու գնում, որպեսզի ծառը կտրի, սղոցը ձեռը սատանան է հայտնվում։ Ասում ուր ես գնում, ասում մարդիկ սալ հավատի վրա են, քեզ են պաշտում, պիտի գնամ կտրեմ, որ քեզ էլ չպաշտեն։ Սա սատանան ասում գնա դու քո օգիտ փրկի, դու ինչ գործ ունես, ում են պաշտեն, ինչ են անում։ Չէ, ասում պիտի գնամ կտրեմ այդ ծառը։ Լավ, սատանան ասում լսի, արի մի հատ քեզ մի լավ բան ասեմ։ Դու թող գնա, բարգի քնի, ամեն օր գիշերը կքնես առավոտյան 2 ոսկի կտեսնես քո բարձի տակ։ Սա մեր քաղաքական դաշտի տիպիկ օրինակն է հիմա։ Ու ասում եմ, այդ մարդը գալիս է, պարկում, առավոտյան արտանում է, տեսնում է 2 ոսկի կա։ Հաջորդ օր արտանում է, տեսնում է ոսկի կա։ Սղոցը վերցնում է, գնաց առը կտրի։ Ճանապարհ, ասում եմ, մարդը ասում է, գիտես, այն անգամ ինչի չբռնեցի, չկարողացար ինձ մոտենալ։ Ասում այն անգամ հավատքիդ համար էի գնում պայքարել։ Հիմա տեսել ես ոսկին չկա, դրա համար ես գնում պայքարել։ Հիմա քաղաքական դաշտը դնենք մի կողմ էլի, Արմինե ջան, ճիշտ ասենք, ուր է քաղաքական դաշտը։ Ո՞վ է այդ քաղաքական դաշտը։ Հրեշին ընտրող շերժիկներն ու դաշնակները։ Ո՞վ է։ Հələ մի հատ ինձ ցույց տու։ Այդքան մարդ դուրս եկավ։ Ինչ արեցին։ Են Թևանյանին ասեն, պիտի արդար խոսենք, մենք մինչև արդարություն ժեղիղ չնա, մեր չեն գալու, ախներու ենք ընգենք կրակը, ապաշխարությունը, այսքան մարդ հավաքվեց հանրապետության հրապարակում, են Թևանյան կոչեցյալը դուրս եկավ, ասաց միջազգային կոնսենսուս կա, սա պիտի գնա, դու հիմա պատկերացնում ես ինչ այնք ասում, այսինքն դրսի մարդիկ ասել են, որ սա պիտի գնա, դες հայր գնա, սաղ էր պայմանավորվեց, ինչ արեց է Թևանյան կոչեց, Երևանի տեսարժան վայրեր կանց թողեց, ճամփեցան, դա նշանակում է այսօրվա երևացող քաղաքական ուժերը եւ այս հրեշը նույն դեպի տարբեր գլուխներն են, Ջիվանի գիտես ինչ էր ասում է Խելոք մարդին հերու են կեցած, ասպարեզը համբակներին են տված, հիմա այդ համբակներն են, ում է բռնում, ինձ էտ է հետաքրքիր, հրեշը փախել էր մտել էր բունկերը, 2 անգամ բունկեր է մտել բաների, ինչի գործողություններ չարեցին, հիմա ինչ են անում, ում է բռնում, ասինքն այդ հասարակ ժողովուրդի համար է բռնում, որ ասի տես, հա, ես բաներ եմ անում, բայց իրականում սա նույն կրուգի մարդիկ են, Արմինե ջան, եթե այդպես չլներ, սա հիմա վաղուց այդ աթորի վրա չէր լինի, մենք լավ հասկանում ենք, ես ավելին, գիտեք ոնց եմ տեսնում, սա ոնց որ բաներն է, էլի, մի հատ տեղ, մի քանի շուն ունի, մեկին բաց հատվե, այս մնացած շներին ասմասավոր անցնի կհաչակ, բայց հանկարծ թաց չկցեք, դե մեկ շներ են կատաղում են, որովհետև այն ժամանակ լափերները լավ ա եղել, հիմա պակասել է ձեռ են գցում, սրանց քթին խփում են։ Հավատա տենց ա մեր այսօրվա քաղաքական դաշտ, չկա տենց բան։ Բոլորն էլ օտար ուժերին են ծառում, այլապես մենք այդպեսին չենք լինի։ Այսինքն այդ ռեպրեսիա կոչվածը չակեր։ Ես չեմ հավատում, որ դա ռեպրեսիա է,
չակերտավոր ռեպրեսիա կոչվածը հասարակ ժողովրդին վախեցնելու համար է, որովհետև ստեյս բռնում են, դες բաց են տալիս։ Ուրիշ բան չկա։ Բարձ է։ Ինչ Անցնեմ ռեպրեսիա, հաջորդ Դաշնակինի հարցին, եթե կարելի է Տեր Հայր, անցնեմ հաջորդ հարցին, որտեղ մեր եթերաժամանակը արագ կսպառվի, հարց ունեմ ես ձեզ։ Այնուհանդերձ, ինչու նա շտապեց մտնել այդ թուրքական մզկիթը։ Ինչ այսպես մեսիջ է նա ուղարկում աշխարհին, Թուրքիային, Ադրբեջանին, եւ ի վերջո ինչ մեսիջ է ուղարկում մեզ հայերիս, որովհետեւ այն հարցակումը, որ նա սկսել է եկեղեցու դեմ, եւ այս ֆոնի վրա այդ եկեղեցուն, մեր հայոց Սուրբ Առաքելական Սուրբ եկեղեցուն ուղված այս հայրախոսությունների ֆոնին նա շտապեց եւ մտավ թուրքական մզկիթ, սա հստակ մեսիջ է հայ ժողովրդին։ Եկեք դուք որպես հոգեվորական, խնդրում եմ տվեք այդ հստակ գնահատականը, բանաձևեք, ինչ մեսիջ է սա։ Ես ընդհանրապես ասեցի, ինքը մայրական կողմից թուրքա Նազիմի անունով, իսկ գենետիկան խոսում է այնուամենայնիվ։ Միգուցե արդեն թրպատվել է, իսկ այնտեղ ինքը որ մտել է մզկիթի ներսը նկարել են, գուցե այնտեղ նամազ է արել։ Սկսենք այստեղից։ Նրա պայքարը եկեղեցու դեմ չի, ես 1000 հետ ասել եմ։ Սա պայքարը հայի ինքնության դեմ, դա հայի դեմ է պայքարը, հայրենիքի դեմ է պայքարը։ Նրանք, ովքեր որ սրա ջրաղացին ջուր են լցում, նրանք 7 նապատիկ նզովք են ստանալու, իրանք չեն հասկանում։ Նրանց մահը դաժան է լինելու ու անեցք իրենց զավակների վրա 7 թսերուն, հələ 1000 սերուն գնալու է։ Սուրբ Գիրքը ասում է, ով ինձ օգնի, մինչև 1000 սերունդ օգնելու եմ։ Ով ինձ անիծի, մինչև 4 սերունդ անիծելու եմ։ Հիմա սրանք այդ նզովքի տակ են մտել։ Ես մի բան հիշեցի, Արմենե ջան, որ իրական պատմություն է։ Ուրեմն չեկիստները մտնում են եկեղեցի, Ստալինի հալածանքների ժամանակ, սկսում են նկարները պոկել եկեղեցուց, դրանցից մեկն ասում ուր է Աստված։ Ժողովուրդը հավաքված են, սարսափած նայում են, էս ինչ են անում։ Մեկն ասում ուր է Աստված։ Դե թո պաժին, ուր է Աստված։ Ժողովրդի մեջից ասում է արդեն պաժել է, խելքը տառել։ Հիմա այդ ոստիկանների խելքը առել է, դրանց հրաման տվողները 7 թապատիկ, 1000-ապատիկ նզովյալ են։ Այդ չասեմ, այս հրեշը դերդոյինքը ինչ, ինքը արդեն ասել է ոնց է սատկելու, իրան անգլիացիները բանը խեղտելով սատկացնելու են։ Պարզապես սրանք իրանց նզովք են վերցնում իրանց վրա։ Դուք մի մտածեք, այնպես չի որ բանը ես այսպես խոսում եմ, պատրաստ չեմ որ վաղը իմ հետևից չեն գալու։ Ու փորձել չի եղել որ գան։ Փորձ եղել է։ Հարցակում փորձել են արել նախկին մարզպետներից մեկի տղան խումբը հավաքել որ գա լուրա հասե զանգել եմ ասել եմ ասված խելքը տառել է երեխուտ խելքը առել է մի քիչ կոշտ եմ ասել իհարկե եթերային բառով չեմ ուզում ասել ասես դες բան չկա ասեցի դե ուրեմն մենք ուխտ ենք անում իրար հետ եթե 7-ից 10 օրվա մեջ տղայդ վրա քոյ սիրած այս երևույթները քրեական գործ հարուցեցին ուրեմն խոսքը ճշմարիտ է թե չէ զանգելու եմ ներողություն խնդրեմ 4-րդ օրը Գորիսում կրակոցներ եղավ այդ տղան մասնակից էր այդ կրակոցներին կամ կրակողներից մեկները փախավ հետախուզում հայտարարեցին որպես կանոն ստից անում են հետո բաց են տալիս այդ մարդը ինձ զանգեց ասեց այդ քեզ հետ կապ չունի ասեց ինձ հետ կապ ունի ասի ինձ հետ կապ ունի այնպես չի որ եղել է որ փորձել են գան վթարեն թարգու եւ այլն ասինքն փորձեր արվում է լրացնել Արմենե ջան բայց ճշմարտության խոսքը չեն կարող խեղդել Ինչ է կարծում Տեր հայր դավանափոխության է սատանում մեր երկիրը հա Հայաստանը եթե հանձնում է Թուրքիային կատարում է նաև հոգևոր դաշտում փոփոխություն նա հայ առաքելական եկեղեցին դարձնում է փոքրամասնությունների հա այսպես եկեղեցի եւ հայոց մեջ դավանափոխության նպատակ ունի չի կարողանալու անել չի ճեղքելու նա ուղղակի բարձրապես ուզում է հայ եկեղեցին հոգևորականությունը հայ հասարակության աչքից գցի որ հայ հոգևորականությունը մարդը նայի արդեն մի տեսակ թշնամու կերպարով բայց դա իրան չի հաջողվելու չի կարողանալու ճեղքել
բայց այն գլխից ասում եմ, որ ինքը այլևս պարտված է, ասում է ճանճը եւ ճանճի սատկելը երբ որ գալիս է, գնում է մարդու կողերով սկսում է տզալը։ Հիմա սրա սատկելը եկել է եկեղեցու կողքերով ուզում է տզալ։ Սրանա զանգում, նրանա, ես տեղեկություններ ունեմ, փառք ասուն շրջապատս բավական ծա եւ իրա քթի տակից էլ տեղեկություններ ունեմ։ Այնպես որ ես լավ գիտեմ նա ով է։ Ամեն օր մտածում եմ թե սրեշը քնի ու չվեկենա։ Հենց իրա կողքի մարդիկ։ Բայց նա չի կարողանալու ճեղքել։ Նա գնացել այնտեղ, հիշենք, որ երեք Ալիևին էլ այնտեղ։ Քաղաքական դաշտը անցած անգամ ասեցի, այնպեսին է, որ արտաքինից ինչ-որ բաներ ցույց են տալիս, բայց ներսը լրիվ ուրիշ բաներ պայմանավորվում են։ Կրկնում եմ, ռեպրեսիաները, որ ինքը այսօր անում է, որ հասարակությանը վախեցնի, չէ, սրանց այս իրանոմանների բռուն բացատալիս, դա ոչ մի բան։ Դա իրանոմաններին է որովհետև հասարակության ուժից ինքը վախենում է, իսկ մեր երկրում առաքելական եկեղեցու կողմնակիցները ըստ հարցումների մոտ 95-ից 98% են։ Իսկ սա իր համար խնդիր է։ Եթե վաղը վեհապարը հայտարարի, որ մեր եկեղեցու ազգի դեմ մեծ պայքար է սկսված, ազգ դուրս եկեք, եւ ինքն էլ գնահարապարակում կանգնի, ամբողջ ազգն է կլինի։ Այո։ Ես դա տեսնում եմ։ Դա արդեն վեհապարի դրություն է, ինքը ավելի իմաստուն մարդ է, ինքը կորոշի դա արժի առաստ չէ։ Կարծում ժամանակն է, որ իսկապես այդ խոսքը հնչի, երկիր ենք կորցնում, ամբողջությամբ մեր պետականությունը կորցնում ենք։ Տեր Հաջան։ Ես չեմ կարող վեհապարի աչքերով նայել ու այդ որոշումը կայացնել։ Հասկանալի է։ Ես անկյունից եմ նայում։ Սա գնացել է նաև Պոլսո մեր հայոց եկեղեցի է մտել։ Եվ շատ կարևոր մի փաստ, ինչը ինձ շատ հաճելի էր այն, որ մեր հոգևորականները ոչ ոք չի եղել այնտեղ եւ իրեն ոչ ոք չի ընդունել։ Ես կուզեմ, որ դուք որպես հոգևորական սա մեկնաբանեք։ Սա հստակ վերաբերմունք է եղել Փաշինյանի նկատմամբ մեր հոգևորականների կողմից Պոլսո եկեղեցու մեջ։ Եթե որը մեկի տուն հարգալից մարդ է գալիս, իջնում է, դիմավորում է, հյուրասիրում է, ուզում է այնպես անել, որ հյուրի համար լավ լինի, կոմֆորտ լինի իր տան մեջ, որ ընդունել է, ճիշտ է։ Դե իհարկե։ Իսկ եթե նա տանպետք սրիկայ է, ամենայնիվ ուզում է գա, այդ հյուրը ուրիշ տեղ է գնում, որ սրա երեսը չտենա։ Նա էլ գալիս է, հասկանում որ անկոչ հյուր է։ Օրինակ սա, երբ որ եկավ մեր եկեղեցին մտավ, անցած անգամ ասել, ոչ մեկ օտարի պես մտավ, ոչ մեկ չի մոտեցել, ոչ մի բան։ Ուզում եմ ասեմ, ինքը այսպես օտարի պես գնաց, այն հայ համայնքն էլ մի կես ժամ առաջ, մինչև եթեր կմտենք, այս փոսից մի անուն չեմ ասի, բայց բան ստացա, որ այդ հայ համայնք ասվածը, որ հավաքել են եկեղեցում, դա Թուրքիայի աշխատանքի շնորհիվ է եղել։ Այսինքն թուրքը ուզում է ցույց տա, որտես հրեշին ընդունում են հայերը, բայց լրիվ բան է։ Մենք գիտենք, որ Թուրքիայում հայկական իրավիճակը մի քիչ ավելի ծանր է, եւ Այսինքն պարտադրել են գնալ հայերին, պարտադրել են գնալ, հա? Թուրքիա։ Ինձ հասա հստակ այդ մարդը, որ ինձ գրել է, այո, Արմեն ջան, բայց մի բան էլ պիտի ասեմ։ Այս սրանք, որ եկել են Սյունիք, կրթվել է նորաձև է այդ շրջանակներում, գիտես ինչ են խոսել, ինչի մասին են խոսել։ Խորենացու ողբից։ Այո, գիտեմ։ Ուրեմն, եթե գիտես, իմացի հենց հենց չեն խոսել։ Ուրեմն, հիշենք մի բան,
որ սրանք պատահական ոչի բան չեն անում, սրանց արածը ամբողջությամբ սիմվոլիկա է։ Սատանիստների, կաբալիստերի մոտ սիմվոլիկան առաջին դերում է, առաջին դիրքում է։ Հիշում ես, երբ որ 20 թվականներ ասան ցեղասպանության թանգարան մի գնացեք, ձեր նկարները ուղարկեք այնտեղ։ Այո, Արեց ցեղասպանություն։ Արցախում։ Այո։ Ես նորից կրկնում եմ, ըստ ոնց որ մի հրեշ կասեր, ըստ օդում կախված սուրից, դրեք դուք լրագրողները, եթե հնարավորություն եք, մեր այդ գաղտնի մասից բանից կարող ճշտեք։ 10,352 զոհ ունենք։ Բայց որ ասում եմ ընդդիմությունն էլ է այս հրեշին ծառայում։ Սա դու սա եկի ասում 5000 պլյուս մինուս, թե 4000 պլյուս մինուս։ Սրանք են նույնը կրկնում են։ Հասկանում եք։ Այսինքն դու եթե նրա ասածն ես կրկնում, դու ով ես։ Քեզ ինչ ընդդիմություն։ Դու ում խաղն ես խաղում։ Իսկ նորից վերադառնամ բանին, Եվ ամփոփեք։ Եվ ամփոփեք Տեր Հայր, նաև խոսքը ձեր, խնդրեմ։ Արմենե ջան, վերջում ես մի գեղեցիկ պատմություն եմ պատմելու։ Ուրեմն մի վանական գայսա մի գյուղ, մարդիկ հավաքվում են, ու սկսում են մարդու չարախոսել, հայհոյել, զրպարտել, լուր լսում է։ Վերջում ասում է, գիտեք, նոր կողքի գյուղում էի, մարդիկ անուշահամ մրգեր բերեցին, ինձ հյուրասիրեցին։ Ես այդ մրգերը չվերցրեցի։ Ինչ եք կարծում, ինչ արեցին այդ մարդիկ։ Հավաքվածները ասում են, ինչ արան, տարան իրենց տուն։ Ասում են, բա դուք ինչ եք տանելու ձեր տուն։ Ձեր հայհոյանքները, ձեր զրպարտանքները, ձեր չարախոսությունները, ամեն մարդ օրվա վերջին իր տուն մի բան տանում է, դրանով է լցնում է իր տունը։ Ու արդյունքում իր տարածով ինքը սկսում ասանվել։ Հիմա սա ինչի համար եմ ասում, որովհետև ձեր ալիքը նկատել եմ ճշմարտության խոսքին զարգ է տալիս։ Թող Աստված տա նրանք, ովքեր ճշմարտությամբ են ապրում, այդ օգնանքը իրանց տան վրա գնա, ովքեր որ կզրպարտեն, կհայհոյեն, կչարախոսեն, խնդրեմ թույլ իրանց տունը լցնեն։ Որովհետև իմաստուններից մեկին երբ որ վատ բան են ասում, ժպտում է, անցնում է, ասում են քո մասին sense վատ բաներ ասեցին, ինչի ժպտացիր ու ողջունեցիր։ Մի բաներ եմ պատմելու։ Ասում է, գիտեք, ես որ գնում եմ խանութ բան առնելու, առնում եմ այնքան ինչքան գրպանում գումար կա։ Իմ ներսում չկա այդ ատելությունը, որ իրանց փոխանցեմ։ Եվ իմ կողմից իրանց ատելը մեծ շռայլություն կլինի։ Եվ մի այդ արակներս հետաքրքիր են, էլի, ասում եմ մի մուրացկանն է նստած լինում, եթե կուզեք դրեք, էլի։ Մի ձիավոր անցնում շրամներով, բանով, sense տխուր բարկացած դեպքով ոնց որ մեր ոստիկաններն են, էլի։ Այսպես անցնում է, այդ մուրացկանին մտրակով հարվածում է։ Այդ մուրացկանը հետևից ասում է երջանիկ եղիր։ Հավաքված մարդիկ ասում են քեզ մտրակես, ասում ես երջանիկ եղիր, ասում են ավ երջանիկ ինձ չէր հարված։ Հիմա որ մենք տեսնում ենք այդ իրավիճակը մեր երկրից, բոլորը դժբախտության արդյունք է։ Երջանիկ բանը չի արվածի, չէ, բարին կամանա, լավը կանի։ Այդ դժբախտներն, այդ ոստիկանները իրանց ընտանիքներում խաղաղություն չկա։ Քանիսն են եկեի մոտ, անգամ Երևանից։ Խաղաղություն չկա դրանց ընտանիքներում, ամբողջ օրը կռիվ իրար միս են ուտում։ Որովհետև ուրիշին են ցավ պատճառում, ցավը իրանց տուն է մտում։ Որովհետև ամեն ինչ վերադառնում այնտեղ, որտեղից որ եկել է, ոնց որ սուտ գիրքն ասում, Արմենե ջան։ Այնպես որ ամփոփեմ ընդհանուր։ Այո, մեզ մնաց 2 րոպե։ Խնդրեմ։ Հրեշի գնալը բանը Թուրքիա, Սյունիքի բանալիները տարավ հանձնի իր տեր Էրդողանին, քան ինքը ճորտա տարավ տիրոջը հանձնի։
Սերժիկի աչքը լույս, որովհետև հիմա ինքն էլ կարող եմ հոմավառը որ շուշուտ անի այդ ամեն ինչը, այդ պիղծը, դրա մորֆին էլ դրա ցավերին պիտի չօգնի։ Բանը Սյունիքի վտանգ է սպառնում, ինքը ժողովրդի աչքին վախած փռում, որ հանկարծ մարդիկ չհավաքվեն, բայց եթե մեկը չեղավ որ հավաքի, ես եմ ասելու ժողովուրդ դուս եկեք գնանք, որովհետև գիտեք դժոխք քրարի ինչ ասել։ Ասելա եթե մի գիշեր ազգը պատրաստ լինի մեռնելու, առավոտը կախնանա հաղթանակած։ Ճիշտ է։ Շնորհակալ եմ Տեր հայր, այսպես ավարտենք, այո, ասեք ձեր վերջի խոսքը, որովհետև արդեն եթերաժամանակը սպառվել է Տեր հայր։ Թող Հիսուս օգնի ձեզ բոլորիդ, մեր ազգի, մեր հայրենիքի եւ իմաստություն տա։ Ասում է Աստված, որ մեկի ուզում է բաժի խելքն առում։ Հրեշի խելք առելա մեր ազգին է թող իմաստություն տա, որ օգնենք անգլիացիները շուտ հրեշին դժոխք ճանապարհին։ Որտեղ դրանից հետո սկսելու է մեծ Հայաստանի կերտումը Թուրքիայի եւ Ադրբեջանի ոչնչացումը։ Ցելի հայ ազգ, մենք տեսնալու ենք քթերներից տակն է։ Այդքան բան։ Շնորհակալ եմ Տեր հայր, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ ես զրուցում եի Գորիսի տարածաշրջանի հոգևոր հորվիվ Տեր Ահարոն Մելքումյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։